Պատվարժան դատարան եկեք այդ դեպքում արձանագրենք, որ երբ 2 օր առաջ օրինակ ես լսեցի Հանային Մեղարեով խոսներ, որ Թարջումանյանի դեպքում խոչընդոտելու ռիսկ կա, անիմաստեղը վարչական հսկողություն են իրար, որտեղ վարչական հսկողությունը չի կարող ասել։ Դե տենց հաստացվում, պատվարժան դատարան, կամ վերացրեք խափանամիջոցը, հիմա նորի հայ եկած տվյալ ունենք, էլի, կամ ստացվում ընդհանրապես բոլոր այլ գործերով, որտեղ վկայակոչվում է խոչընդոտելու ռիսկ եւ կիրառվում է վարչական հսկողություն, եկեք բոլորին տեղեկացնենք, դա անմտություն է, որովհետեւ դա չի կարող ասվի խոչընդոտելու ռիսկը։ Հիմա իմ մոտ հարց առաջ, ինչի է կիրառվում ընդհանրապես։ Հատուկ ընդգծեմ, ես գտնում եմ, որ այո Սամվել Կարապետյանի նկատմամբ որևէ խափանամիջոցի անհրաժեշտություն չկա 13 ամսվա դրսևորած վարկագծով։ Ես ուղղակի բացառման սկզբունքով գալով պատվարժան դատարան, հիմա ուզում եմ հասկանալ, այսինքն փաստարկը, որ ասեց դատարանը հարցադրման, եթե գրավի չափները ավելանում, վարչական հսկողությունը կիրառվում է, ինչի չի կարող, կամ ինչ-որ մի բան դա նշանակում է, թե չէ, Հանային Մեղադրով ասեց խոչընդոտելու ռիսկը ընդհանրապես չի զսպում վարչական հսկողությունը։ Ես տեղ նստած հիշում եմ Խաչատրյանի դեպքում է, Թարջումանյանի դեպքում է, ասեցի կա խոչընդոտելու ռիսկ, որը դեռ չի վերացել, իրավաչափության պայմանները չի փոխվել, բայց թող մնա վարչական հսկողությունը։ Բայց ինչի համար ենք պրոբացիային ծանրաբեռնում, դատարաններին ծանրաբեռնում եւ ընդհանրապես հարց առաջանում այդ վարչական հսկողությունը ինչի համար։ Եթե ինքը խոչընդոտելու ռիսկ չի զսպում։ Նախորդ նիստին նաեւ հիշում եմ դատարանը իրավացիորեն նշեց, որ ցանկացած խափանամիջոց, ցանկացած ռիսկ զսպում է։ Նույն ընդհանրապես խոչընդոտելու ռիսկի առաջին զսպողը գրավ։ Ու կարծես այն չափի գրավը, որ այն գույքային հայցի նախագիծը, որ այսօր տեսանք, գրեթե ծածկում ամբողջությամբ։ Անկեղծ ոնց որ չգիտեմ ինչ նայեմ։ Շնորհակալ եմ։